Ես որ խոնարհված երկրին կարճեցի եւ անասնական գետնաքաշությամբ սողալով նվաստ մի սողոնի պես։ Կամովին ինքս ինձ գամեցի կյանքին այս կորստական։ Ահա, ծնկաչոք կուչ եկած մեծիդ քաղցրության առաջ, փրվում եմ գետնին, որ պատկերեմ քեզ, թե ինչպես եմ արդի մահ գլորվում։ Բայց ապավինած վերստին քեզ, Տեր, ասես թե կյանքի հաստատուն նեցուկ մի գավազանով, որ ընձյուղված է դավթի արմատից եւ անճառորեն շաղկապված ահեղ քո աստվածության, պիտի կիսովին բարձրանամ ոտքի, երախտիկներից քո ամոթահար, հետնատակ դեմքով, խղճալի հայացք ուղած դեպի քեզ ու լիճը լույսից լցրած արցունքով, ով ողորմություն, քաղցրություն համակ, որ կարեքից ես բոլոր վշտերին, հույսի պաղատանք առաքելու քեզ։ Ավելի քան 1000-ամյակ է բաժանում մեզ այն ժամանակից, երբ Նարեկացի Գրիգոր անունով այրը, ճգնակյաց վանականի իր համեստ խցում, ճրագի աղոտ լույսի մեջ ստվերի նմանվելով, մագաղաթների վրա կորացած, իր հոգու տառապալից ապրումներն ու բացարձակին առնչվելու անհագուրտ իղձը բանաստեղծական տողերի մեջ շաղախելով, հյուսում էր փառաբանական տաղեր ու ողբացեց աղոթքների մատյանը։ 1000-ամյակը սերունդների համար սուրացող ակնթարթ չէ։ Այն կարող է նոր կերպարանք տալ աշխարհին, ջնջել ու նորից վերածնել քաղաքակրթություններ, կարող է շրջել բովանդակ պատմության ընթացքը, վերջապես կերպարանափոխել մարդկային հասարակությունն ու նրա ողջ կենսակերպը։ Ըստ էության, նման կարգի շատ հեղաբեկումներ ի կատար եղան մեր պատմության հիշյալ այդ ժամանակաշրջանի ընթացքում, եւ այնուհանդերձ 1000-ամյակը ու նույնիսկ բյուր տարին չեն կարող վերակերտել մարդու ներաշխարհը, որ դատապարտված է հավերժական երբության, չարի ու բարու, մեղքի ու ապաշխարանքի, անկումի ու կատարյալը բաղձալու հակասական հակումներով։ Հենց այդ հակասության մասին տառապալի մտորումներն էին ծնուն տվել աղոթաշունչ տողերին, որ գիշերների լռության մեջ վրմնջում էր իր խցում ճգնակյաց վանական Գրիգորը ու հանձնում դրանք մագաղաթին։ Ավելի քան 1000-ամյակ է անցել այդ ժամանակից, փոխվել է աշխարհը, իրականությունը, չի փոխվել միայն մարդն իր երկվության հակասականությամբ, եւ ուստի արդիական է մինչև օրս վանական Գրիգորի քերտած պոեզիան, արդիական է ու միտված հավերժության, քանի կա եւ կլինի մոլորակի վրա մարդարարածը։ Գրիգոր Նարեկացու մասին երբ խոսում ենք, պետք է անպայման հիշենք, որ Սուրբ Գրիգոր Նարեկացին եկեղեցու հայրերի եւ ընդհանրապես մեր եկեղեցու վարդապետության, մեր եկեղեցու հոգեվոր կյանքի համար ամենազգալի եւ թերևս, եթե չենք սխալվի, որ ասենք, որ ամենանշանակալի ազդեցությունն է թողել։ Ինչ իմաստով, որովհետեւ Գրիգոր Նարեկացին դեռևս իր կենթանության օրոք բազմաթիվ անուններ, տիտղոսներ է ունեցել, նույնիսկ երբեմն մարդիկ նրան տվել են անուն, օրինակ Հավերի ձագերին հարություն տվող վարդապետ կամ Նարեկացու մասին ասել են բորոտների ընկեր վարդապետ, այսինքն իր կենթանության ժամանակ մարդն արդեն քայլող լեգենդ էր մեր օրվա խոսքերով։ Եվ հետևաբար պատահական չէ, որ Գրիգոր Նարեկացու բոլոր այս ձեռնարկները, նրա հոգևոր սխրանքները երևս իր կենթանության օրոք նրան տվել են սրբի համբավ եւ նաեւ կանոնականացրել են ինչ-որ իմաստով նրա սրբությունը։ Արդեն առաջին անգամ եկեղեցու մեջ, հայ առաքելական եկեղեցու մեջ 13-րդ դարում Նարեկացին հիշատակվում է իբրև կանոնական սուրբ։ Արդեն նրա անունով հասած ձեռագրերը, նրա մանրանկարը, նրա նկարն արդեն ձեռագրերում սրբի տիտղոսով եւ լուսատեսակով էր դրվում եւ խոսում է այն մասին այս փաստը, որ արդեն մոտ 200 տարի հետո Նարեկացին ունեցել է իր կայուն եւ նշանակալի զգալի տեղը հայ եկեղեցու հոգեվոր կյանքի մեջ, ընդհանրապես ոգեկանության մեջ, ինչպես ասում են։ Ճգնաղ բանաստեղծ, խորիմաց գիտնական, փայլուն փիլիսոփա, հմուտ հոգեբան, նման բազմաթիվ շնորհներով ու արժանինքներով էր օժտված Նարեկացու զարմանահրաշ անձը, ում առանց երկմտանքի եւ արանելու պետք է համարել բացարձակ անճար, մեկն այն եզակիներից, ովքեր համամարտկային քաղաքակրթության պատմության մեջ իրենց հայտնությամբ նշանավորել են ոչ թե դարը, այլ մարդկության ամբողջ ներկայությունն Աստծո ստեղծած այս աշխարհի վրա։ Նա այն անձերից է, ում հայտնությունը գիսաստղի պես հազարամյակը մեկ անգամ է լուսավորում աշխարհը եւ ընդմիշտ թողնում իր փայլատակող հետքը։ Նարեկացու մասին խոսել նշանակում է խոսել հայ գրականության
սուրբ մարդկանցից մեկի մասին, Սուրբ Գրիգոր Նարեկացի։ Ամեն մարդու չի վիճակում սրբերի դասը դասվել, շարքը դասվել։ Նարեկացին հայ ժողովրդի բարձրագույն արտահայտությունն է։ Նարեկացու մեծությունը, ասենք նրա ավելի ճիշտ առաքելությունը ինչով է պայմանավորված, 100-ամյա խաղաղության շրջանում է ինքը եղել 10-րդ, 11-րդ դարի սկիզբ, երբ որ հայ ազգը հնարավորություն ունեցավ իր պետականությունը վերաշինելու եւ ուրեմն կարողանալու ուրեմն խաղաղ կերպով զարգացնելու իր մտածողության բոլոր ձևերը եւ կենսակերպի մի շարք արտահայտությունների մեջ հասավ կատարյալ ուրեմն մակարդակի կատարյալ արժիքներ ստեղծեց, բայց բոլոր այդ ամենի հանրապատկերում Նարեկացին էլի մեզ համարվում է մի հրաշք։ 20-րդ դարի կեսերին հայոց երկիրը հազիվ հազուշկի էր գալիս արաբական ամիրայությունների դեմ մղած արյունահեղ պատերազմներից եւ վերստին նվաճած իր անկախությունն ամրապնդելու համար կյանքի նորոգման ուղին էր բռնել։ Տնտեսական ու մշակութային զարթոնքի այդ տարիներին համընկավ նաեւ Վանա լճի հարավային ափին գտնվող Նարեկա վանքի միաբանության ծաղկունքի շրջանը։ Վասպուրականի արծրունյաց թագավորների ու Հայաստանի գերագույն հոգևոր իշխանությունների հովանավորությամբ վանքը ձեռք էր բերել մեծ տիրույթներ, շենացվել էր, կառուցապատվել ու վերածվել ժամանակի հոգևոր մշակութային խոշոր կենտրոնի։ Հատկապես Նարեկա վանքի միաբանությունը աչքի էր ընկնում իրենքից գործող դպրոցով, որի համբավը տարածվել էր ողջ Հայաստանում։ Այդ դպրոցում էին ուսանել ժամանակի անվանի հոգևորականներից ու գիտնականներից շատերը։ Նարեկա վանքի վանահայր Անանյան անձամբ էր հոգում պատանի աշակերտների կրթության մասին եւ ինքն էլ դասավանդում էր դպրոցում։ Եվ ահա, հավանաբար 960-ականներին, երբ վանահայր Անանյան արդեն ալեզար ծերունի էր, նրա մոտ էին բերել մանկահասակ երկու որբացած եղբայրների Նարեկա վանքի դպրոց ընդունելու համար։ Այդ մանուկները Հովանեսը ու Գրիգորը Անանյայի ազգականներն էին, նրա եղբոր աղջկա զավակները։ Նրանց հայրը անձևացյաց իշխանական տոհմից ծերող Խոսրով եպիսկոպոսն էր։ Կնոջ վաղաժամ մահվան պատճառով Խոսրովը վստահել էր իր 3 տղաներից 2-ի դաստիարակությունը Անանյային, եւ ծերունի վանահայրը հոգացությամբ ստանձնել էր որբուկներին կրթելու եւ մեծացնելու պարտավորությունը։ Այդպես մանուկ Գրիգորն իր ավակ եղբոր հետ հայտնվել էր Նարեկա վանքում եւ այդուհետ ընդմիշտ կապել իր կյանքն այդ միաբանության հետ։ Նարեկացին ուսում ստացավ Նարեկա վանքում։ Առաջնորդը իրեն ազգական եկողմորական գծով Անանյա Նարեկացին էր, ժամանակի ամենահմուտ, ամենահզոր բանիբուն իմաստով վարդապետներից մեկը, մտավոր առաջնորդներից մեկը, գրքերի հեղինակ, փիլիսոփա, խոշորագույն մանկավարժ։ Նարեկացին առաջնորդել է նրան, աշակերտել է նրան եւ շատ բարձր գնահատություն է տվել նրան։ Նարեկացին կար, ստեղծագործում էր, բայց զարմանալիորեն Նարեկացու մասին շուրջ 100 տարվա ուշացումով է հայ մատենագրությունը խոսք ասել։ Այն դեպքում, երբ կար Ուխտանես պատմիչը, որը Նարեկացու ժամանակ Անանյա Նարեկացու աշակերտներից էր, նրա հետ համագործակցում էր, պատմություն էր գրում։ Կային նաև ուրիշներ, որոնք ապրում էին այդ ժամանակ, բայց ահա Նարեկացու մասին առաջին արձագանքը գալիս է 1105 թվականից Վարդան Հայկազն անունով մի մատենագրի մոտ է։ Իր արտաքին կենսագրության փաստերից շատ ուրեմն քիչ բան է հայտնի։ Ինքը կարևոր չի համարել եւ դրանց մասին որևէ տեղ չի խոսել։ Որտեւ նպատակ չի եղել, որպեսզի իր անձնականը շեշտադրումով առանձնացնի։ Առհասարակ Գրիգորի կյանքը լուսաբանող կենսագրական հավաստի տվյալները չափազանց սուղ են, իսկ նրա պատանեկության ու երիտասարդ շրջանի մասին ստուգապես հայտնի չէ գրեթե ոչինչ։
Նույնիսկ Միշնադարի անվանի պատմագիր Ուխտանեսը, ով Գրիգորի ժամանակակիցն էր եւ ինքն էլ սովորել էր Նարեկավանքի դպրոցում, իր պատմության մեջ չէր հիշատակել Գրիգորի մասին ոչ մի բառ։ Եվ այնուհանդերձ մեծ բանաստեղծի կյանքի այդ շրջանը ընդհանուր գծերով վերականգնելը առանձնապես դժվար չէ, քանզի Միշնադարի բանական դպրոցների բոլոր սաներն էլ ապրում էին կանոնակարգված միևնույն կյանքով։ Նարեկավանքի դպրոցում Գրիգորը յուրացրել էր այն ժամանակ դասավանդվող բոլոր առարկաները՝ թվաբանություն, աստղագիտություն, աշխարհագրություն, երկրաչափություն, երաժշտություն, աստվածաբանություն, քերականություն եւ հունարեն լեզու։ Ընդ որում կասկած չի հարուցում, որ նշված բնագավառներից յուրաքանչյուրին նա տիրապետել էր կատարելապես, ինչի վկայությունն են նրա պոետիկ ստեղծագործությունները, որոնց մեջ այս կամ այն չափով տեղ ու կիրառություն են գտել պաշարած նրա ահռելի գիտելիքները։ Ուշ շրջանի հիշատակությունները, ինչպես նաև ժողովրդական ավանդազրույցները վկայում են, որ ուսման հետ զուգահեռ արդեն համեմատաբար հասուն շրջանում Գրիգորը կիրառել էր նաև վանական միաբանների միջավայրում լայնորեն տարածված ինքնակատարելագործման պրակտիկաները, մասնավորաբար ճգնակեցությունը, որը նպաստում էր քրիստոնյա ադեպտների հոգևոր ու մարմնական ինքնամաքրմանը եւ կրքերի ու զանազան գայթակղությունների սանձահարմանը։ Թրծված անխախտելի հավատքը, Համբից վարքն ու կուտակած փայլուն գիտելիքները շուտով թույլ տվեցին Գրիգորին ձեռնադրվել վարդապետ, ըստ ուրիշ վկայությունների քահանա եւ դառնալ Նարեկավանքի միաբանության հենասյուներից մեկը։ Վարժության մասին պետք է ասել, որ ինքը գրեթե մանուկ հասակից ուրեմն մեծացել է վանական միջավայրում եւ իր ուսուցիչները եղել են քաջավարժներ ամեն իմաստով, եղել են կրոնական կեցության ուրեմն առաջնորդներ մեր ազգի համար եւ այդ ամենը ուրեմն մանուկ հասակից Աստվածահաճո ուրեմն վարք է ցուցաբերել այնպես որ արդեն 25 տարեկան հասակում նրան հանձնարարում էին ամենալուրջ առաջադրանքները եւ ինքը այդ բոլորը կատարում էր։ Այսինքն իր կյանքի ընթացքում նրա սրբությունը բոլորն են զգացել եւ կարելի ասել, որ կենթանության օրոք էլ ինքը արդեն սրբացվել է։ Ստուգապես հայտնի չէ, թե հատկապես երբ է սկսել ստեղծագործել Գրիգորը։ Հավանաբար պոեզիան գրավել էր նրան բավական վաղ հասակում, քանզի մեզ հասած նրա ստեղծագործություններից որոշները թեև ակնհայտորեն կրում են աստվածատուր ահռելի օժտվածության կնիքը, բայց եւ այնպես մատնում են սկսնակ երիտասարդի գրիչը։ Բարեբախտաբար բոլոր այն երգերը, որոնք հիշատակված են հնագույն կենսագրականներում, հասել են մեզ ամբողջական վիճակով։ Բացի Մատյան ողբերգության պոեմից դրանք են Մեկնություն երգոց երգոյն Սողոմոնի, 4 ներփողներ նվիրված Սուրբ Խաչին, Աստվածածնին, Առաքյալներին եւ Հակոբ Մծբնա եպիսկոպոսին, Ապարանից խաչի պատմությունը, գանձեր, թղթեր, այլ գործեր եւ տաղեր։ Ցավալով համեմատաբար փոքր այս գործերում հատկապես տաղերը աչքի ընկան Գրիգորի բանաստեղծական հանճարի առաջին փայլատակումներով։ Նարեկացուց մեզ հարուստ ժառանգություն է տեղ հասել։ Մենք ենք սխալ, որ դեռևս ամբողջական նարեկացի հատորներով, որ բոլոր գործերը միասնաբար կողքի լինեն, չունենք։ Առանձին հետազոտված է, բայց միասնությունը չկա։ Ասենք մի քանի հատորով նարեկացի, գրափարը եւ աշխարհաբարներ կողքը արված լինի, սա կլինի մեծ կանց ազգային հարստություն։ Ժամանակի գրական լեզուն գրափարը, ինչ հարստության որ հասել էր պատմիչների, եկեղեցական գրողների ու բանաստեղծների երգերում, չէր կարող նարեկացու ստեղծագործական երևակայության անսահման թռիչքը, իրարամերժ խոհերի ու զգացմունքների բոլոր նրբերանգներն արտահայտել։ Նրանից առաջ բուն բանաստեղծության լեզուն շատ ավելի աղքատ ու միակերպ էր, քան մեր պատմիչների լեզուն։ Եկեղեցական դոգմաներին հետևելը խանգարում էր հոգևոր երգերի, շարականների հեղինակներին լեզվական նորամուծություններ կատարել, այն աստիճան, որ նրանց լեզվական անհատականությունը գրեթե կորչում էր։ Հակառակ դրան, տաղերի ժանրը ընդհանրապես նախատեսված չէր պարտադիր կիրառական նպատակների համար։
Տաղերն ազատ էին մնացել եկեղեցական կանոնական մտածողությունից ու ավելի անկաշկանդ, քան շարականները, հարստացել ժողովրդական գուսանական արվեստից եկող կենսունակ տարրերով։ Այդ էր պատճառը, որ իր պոեզիայի բովանդակային ու լեզվական ողջ հարստությունը ծավալելու համար Նարեկացին սիրով դիմել էր տաղերի ժանրին։ Բնության, կնոջ գեղեցկության եւ առասարակ կյանքի գովքը, որ խորթ էր եկեղեցական գրականության դոգմատիզմին, Նարեկացու տաղերում ի հայտ գալով նշանավորել էր հեղինակային աշխարհիկ պոեզիայի սաղնավորումը հայ միջնադարում։ Այդ տաղերը գաղափարական բովանդակությամբ եւ արտահայտչական ձևերով կրոնական սխոլաստիկայի եւ դոգմատիզմի կաշկանդիչ շղթաները փշրող քնարերգության առաջին փայլուն նմուշները եղան։ Ահա տաղերը, 41 տաղ է։ Զարմանալի մի բան, Նարեկացին մի կողմից ցնծության երգիչ է, ուրախության տոնական երգիչ, մյուս կողմից ողբերգության երգիչ է, ողբերգակ է։ Ահա Նարեկացու բոլոր տաղերը ցնծության երգեր են, ցնծերգեր, որոնք բոլորն էլ այդ 41 տաղերը նվիրված են եկեղեցական տոներին։ 18 եկեղեցական տոն կա հաշվարկված է։ Եվ այս 41 տաղերը նվիրված են այդ տոներին։ Ջրօրհնեք, Վարդավառ, Ծնունդ, Համբարձում, Հարություն, եկեղեցու տոներ, հրեշտակներ, առաքյալներ, Գրիգոր Լուսավորիչ, այս ամենը համախումբ։ Նարեկացին ցնծության երգեր է երգում, ամեն մի տաղը մի ուրախություն է, մի փառք է, մի ոգեշնչում է։ Արդեն իսկ տաղերի մեջ Երևան եկավ բանաստեղծական հնարքների հարստագույն պաշարն ու լեզվական աննախադեպ ճոխությունը, որոնցով հայ պոեզիա էր մուտք գործել Գրիգոր Նարեկացին եւ բարի բուն իմաստով հեղաշրջել այն։ Նարեկացին առաջինն էր, որ ճոխ ու գունագեղ լեզվով գրելու առաջնությունը նվաճեց պատմիչներից ու գերազանցեց նրանց։ Տաղերում, այլ ստեղծագործություններում եւ հետագայում նաեւ Մատյան ողբերգության պոեմում նա հանդես բերեց արտահայտչական հնարքների աննախադեպ բազմազանություն, հիպերբոլիկ պատկերներ, համեմատություններ, հակադրություններ, փոխաբերություններ, ձայնավորների կուտակումներ, բաղաձայնույթներ, բարդ բառերի կազմություններ եւ այլն։ Այս եւ ուրիշ նորամուծությունների շնորհիվ նրա լեզուն ձեռք էր բերել նմանը չունեցող գունագեղություն եւ ճկունություն, իսկ բառարանը դարձել էր եւ մինչեւ օրս համարվում է ամենահարուստը բովանդակ հայ գրականության մեջ։ Նարեկացին նաև որպես երաժշտության գերազանց գիտակ, նոր շունչ ու կյանք էր հաղորդել հայ միջնադարյան մասնագիտացված երգարվեստին։ Հատկապես իր տաղերի երաժշտական բաղադրիչներում նա հաղթահարել էր շարականների հին, 8 ձայնյա դրությանը կապված եղանակների կազմության արդեն քարացած ձևերը։ Բովանդակության համապատասխան ոտանավորի տարբեր չափեր ստեղծելու եւ օգտագործելու, ինչպես նաև ռիթմի ու երաժշտականության անկրկնելի արդյունքների հասնելու արժանիքների համար էր ժամանակին Միսակ Մեծարենցը ամենադիպուկ բնութագրականը տվել Նարեկացուն, ասելով, թե նա գիտեր ծովածային հնչեցնել բառերը։ Տաղերի առիթով պետք է նշենք, որ նա առաջիններից էր, որ շրջանառության մեջ դրեց բանաստեղծական հնչյունաբանություն ասածը, որի մեջ մտնում են եւ բաղաձայնույթը եւ արձայնույթը։ Առաջիններից մեկն էր, որ շղթայակապը օգտագործեց։ Շղթայակապը այն է, երբ հաջորդ տունը սկսվում է նախորդ տնից փոխանցված բառով, տողով, արտահայտությամբ եւ այսպես շղթայակապով գնում է։ Բաղաձայնույթը շատ կարեւոր է, հիշենք շեերի, վտարերի, գտարերի բաղաձայնույթը, որոնցով նա իմաստ էր հաղորդում իր խոսքին։ Եվ պատահական չէր Մեծարենցի խոսքը, որ հետագայում Նարեկացին այդ հոդվածում գրում էր, որ նախկին մատենագիրը, այսինքն Նարեկացին գիտեր ծիծաղաձայն հնչեցնել բառերը, ծիծաղաձայն ժպտեցնել բառերը։ Վանալիճը, վանացովը, ծփանքը, զգացողությունները, սա խոր արվեստ է, շատ մեծ արվեստ է, եւ Նարեկացին տիրապետում էր դրան։ 10-րդ դարի երկրորդ կեսը, երբ ապրում ու ստեղծագործում էր Նարեկացին, տնտեսական ու մշակութային վերելքի հետ զուգահեռ աչքի էր ընկել նաև աղետալի անցքերով, որոնք հղի էին ազգի կորստյան եզրագիծն անցնելու վտանգով։ Կորստյան եզրագիծ ասելով հարկ է հասկանալ ոչ միայն նվաճողների սպանդն ու ավերումը, կամ օտար աստվածներին երկրպագելու պարտադրանքը,
Հաճախ հայերին այդ եզրագծին էր հասցնում սեփական մոլորությունը կամ հոգևոր երկպառակությունը։ Հիրավի, հայոց միասնությանը եւ հոգևոր ինքնությանը երբեք ու ոչինչ չի վտանգել այնքան, որքան սեփական իշխանավորների կեղեքումը եւ սեփական կրոնավորների փարիսեցիական մոլեռանդությունը, որի սանձազերծած տոտալ հոգևոր ահաբեկության արդյունքում գոյանում էր հերձվածների թույնը։ Թոնդրակյան աղանդը մեկն էր այդ հերձվածներից, որ գոյացել էր ֆեոդալական հասարակարգի ծնած հակասությունների ու անիրավությունների հողի վրա եւ իր գաղափարաբանությամբ ուղղված էր իշխող սոցիալական կարգերի, այդ կարգերը հովանավորող եկեղեցու եւ առասարակ հավատքի դեմ։ Դրախտը պետք է լինի երկրի վրա, իրական կյանքում, այլ ոչ երկնքում, հավաստիացնում էին թոնդրակեցիները, ում համոզմամբ եկեղեցին պարզապես կեղեքում էր մարդկանց, փոխարենը տալով անդր շիրիմյան կյանքում երանություն ապրելու խոստումներ։ Աղանդը կարճ ժամանակում համախոհների եւ իշխող կարգերից դժգոհողների հսկայական բանակ էր հավաքել եւ արդեն սպառնում էր խարխլել Բագրատունյաց եւ Արցրունյաց թագավորությունների հիմքերն ու ոչնչացնել հայ առաքելական եկեղեցին։ Իր հերթին եկեղեցին, որ սխալ քայլերով ինքն էր ժամանակին մեծապես նպաստել թոնդրակյան շարժման առաջացմանը, այժմ պատերազմ էր հայտարարել այդ աղանդին, նպատակադրվելով ոչ այնքան դարձի բերել մոլորյալ հոտին, այլ պարզապես ոչնչացնել այն։ Հայոց պատմության 9-10-րդ դարերը նշանավորվեցին հայոց ազգային երկպառակության ու հոգևոր պայքարի բարձրակետով։ Դա այն ժամանակաշրջանն էր, երբ ամեն ոք դիմացինի մեջ կասկածամտությամբ տեսնում էր հերձվածողի, քաղաքեդոնական կամ թոնդրակյան հոգեկորույս աղանդների հետևորդի, եւ յուրաքանչյուր ոք իր ողերին թշնամուն կամ նույնիսկ մերձավորին կարող էր այս կամ այն աղանդին հարելու կեղծ մեղադրանքով ուղարկել զնդան ու կարապտնարան։ Մատնությունների, մեղադրանքների, հալածանքների եւ վրեժխնդրության կծիկն այնքան էր մեծացել, որ հոգևոր հայրերը զինավարվել էին արդեն միմյանց դեմ եւ տեղափոխել էին պայքարի ասպարեզը եկեղեցուներ։ Նման պայմաններում ազատամտության կամ նորարարության ցանկացած փոքրիկ դրսևորում կոնսերվատիվ տրամադրված հոգևորականության կողմից դիտվում էր իբրև հերձվածողության նշան եւ խստիվ պատժվում էր։ Նարեկացին եւս հայտնվել էր մոլեռանդ հայրերի ուշադրության կենտրոնում։ Դրան հեշտությամբ կարող էին հիմք ծառայել նրա ստեղծագործությունները, որոնք ոչ միայն ձևով էին հակասում գրականության ընդունված դոգմատիկ կանոններին, այլև ինչ առավելեական էր, բովանդակային իմաստով էին հակադրվում սխոլաստիզմին։ Նախ եւ առաջ խոսքը հումանիստական արժեքների մասին է, մարդու դերի եւ կերպարի արժեվորման մասին, որը Նարեկին բերել էր գրականություն, հետևաբար փորձել էր ամրապնդել նաեւ քրիստոնեական նոր գաղափարաբանության մեջ։ Այդ հորջորջումը շակերտների մեջ ասված, թոնդրակեցի տրված, դա նարեկացու ազատության եւ նախ եւ առաջ նարեկացու այդ քննադատական վերաբերմունքի արդյունքն էր։ Նարեկացին ինքը լինելով ճշմարտության հետևորդ, Աստծո խոսքի քարոզիչ, երբեք չէր կարող հանդուրժել անարդարությունը եւ իր նման վստահաբար հարյուրավոր վանականներ ունեին այդ հոգեվորի փնտրտուքը ու դրա մեջ էին փորձում դաստիարակել ժողովրդին։ Ժամանակաշրջանի այս նկարագիրը Նարեկյան դպրոցի հենց սրանով է պայմանավորված։ Նարեկյան դպրոցը այդ ժամանակաշրջանի մարդկանց տվեց այն, ինչ մենք կարող ենք այսօր անվանել քրիստոնեական պաշտամունքի եւ խոսքի, աղոթքի ճշմարիտ ընկալումը, այսինքն որ հոգեվորն է եւ մեզ համար թե աշխարհիկ թե հոգեվորական Նարեկյան դպրոցը լավագույն օրինակն է այսօր հասկանալու եւ ըմբռնելու թե ինչ է ծեսը, ինչ է եկեղեցին, ինչ է աղոթքը, ինչ է հոգեվոր կյանքն ընդհանրապես։ Բացի զուտ անձնական գործունեությունից, մոլեռանդ կրոնավորները հաշվի էին առնում նաև այն հանգամանքը, որ Գրիգորի արյունակիցներն ու մտերիմները եւս աչքի էին ընկել ազատամտությամբ եւ եկեղեցու կարգերի դեմ ընդվզումով։ Հայտնի է, որ Գրիգորի ուսուցիչ եւ պապի եղբայր Անանիա Նարեկացին եւս մեղադրվում էր թոնդրակյան հերձվածին իբր հարելու համար։ Իսկ Գրիգորի հայրը, եպիսկոպոս Խոսրով Անձևացին, առասարակ հանդգնել էր բաց արճակատում ունենալ եւ վիճաբանել վեհապար Անանիա Մոկացու հետ, պահանջելով վերջինից առասարակ լուծարել կաթողիկոսական պաշտոնը։ Խոսրով Անձևացու դեմ ուղղվեց դավանաբանական պայքար։ Նա համարվեց հերետիկոս, որպես երախտամոր ենթարկվեց անարգանքի, բանադրանքի եւ նզովվեց եկեղեցու կողմից։ Ինքնին հասկանալի է, որ նման պայմաններում Գրիգորը ոչ մի կերպ չէր կարող խուսափել հալածանքներից։ Հայտնի է,
որ Գրիգորի կրոնագաղափարական դիրքորոշումները քննելու եւ անհրաժեշտության դեպքում իր հոր ու պապի օրինակով պատժելու համար նրան կանչել էին հարցաքննության հոգևոր ժողովի առջև։ Հայտնի է նաեւ, որ նշված ժողովում Գրիգորին հաջողվել էր խուսափել կեղծ մեղադրանքներից, սակայն պարզ չէ, թե ինչպես էր նա կարողացել խուսափել հետագա հալածանքներից։ Այդ առիթով պահպանվել են միայն ժողովրդական ավանդազրույցները, ըստ որոնց Գրիգորն իբր առաջարկել էր իրեն քննող հայրերին, թե եթե իրենք հանդես են գալիս Աստծո անունից, թող ուրեմն հրաշք գործեն եւ կենթանացնեն եփած ու ամանուն դրված աղավնիներին։ Հայրերը մերժել են, ասելով, թե դա առասարակ չի կարողանել եւ ոչ մի մահկանացու։ Այդ ժամանակ Գրիգորն ինքն էր այդ արել աղոթելով Աստծուն եւ տեսնելով կենթանացած աղավնիների հրաշքը, հապշահար ժողովականները սոսկալով Աստծուց բաց էին թողել բանաստեղծին։ Շատ կարևոր է Կճավան վանքի վանահորողված թուղթը, որի մեջ Նարեկացին հիմնականում արդարանում է, որ ինքը թոնդրակեցի չէ, թոնդրակյան շարժմանը չի մասնակցել, դեռ ավելին այստեղ խիստ քննադատության է ենթարկում թոնդրակեցիներին։ Մի բան, մի մեղք, որի մեջ մեղադրում էին նաև Անանյան Նարեկացուն եւ նա էլ հանդես եկավ թոնդրակյան անդի հերքումով։ Անկամ եղավ այնպես, որ Նարեկացուն ծայթ կոչեցին, ծայթ։ Ծայթը գնչուական մի ցեղ է, որը ընդունել է հայ քրիստոնեություն, հետո հեռացել, դարձել հունադավան եւ ծայթ ասելով հասկանում էին հավատուրած մարդու, հավատուրացին։ Ահա Նարեկացին ստիպված եղել արդարանալ։ Այս հալածանքները, հոր հանդեպ ուղված հալածանքը, իր դեմ եղած կասկածանքները, այս ամենը նրա մեջ էլ ավելի են խորացրել հավատը։ Էլ ավելի են խորացրել հավատը, որովհետև նա կարչելու ուրիշ բան չուներ, Աստվածներու ինքը։ Եվ Վանալճի արևելյան ափին, ահա Նարեկան վանքը, այս սուրբ վանականը, երկինքը, ծովը, մաքրությունը եւ այս ամենի մեջ ստեղծած նրա հաստակը։ Անկասկած հենց ճաշակած անձնական հալածանքը, ինչպես նաև ծանրագույն ճգնաժամային հոգեվիճակը, որում հայտնվել էր բովանդակ հայությունը կրոնական առճակատումների եւ երկփեղկվածության պատճառով, միտք էին տվել Նարեկացուն գրել այնպիսի մի գործ, որը լուծում կտար ստեղծված աղետալի վիճակին, ներդաշնակություն բերելով մարդկային հոգիներին ու վերընծայելով նրանց սասանված հավատը, որ մեծապես թուլացել էր հայ հասարակության մեջ նկատվող հոգևոր ինքնաոչնչացման գործընթացների պատճառով։ Բանաստեղծը քաջ գիտակցում էր, որ կրոնական բնույթի առճակատումները խարխլում են անհատ մարդու հավատի հիմքերը, շեղում նրան ճշմարիտ ուղուց, որն է Աստված, եւ վերածում մոլերանտ բռնավորի կամ հալածյալի, որոնցից յուրաքանչյուրի կյանքի շարժող ուժն այդուհետ դառնում է ատելությունը, մի հոգեվիճակ, որ ինքնին խորթ է ու թշնամական Աստված հասկացությանը։ Դարձի բերել մոլորյալներին, ցույց տալով նրանց քավության ուղին եւ հանդարտեցնել բռնավորների վերացված ուսուցիչներին։ Սա էր գուցե ծրագրային նպատակը, որով ոգեշնչված Նարեկացին ձեռքն առավ գրիչը եւ ընծայեց իր ժողովրդին ու համայն մարդկությանը բոլոր ժամանակների մեծագույն գրական կոթողներից մեկը, ճգնաղ ու անգերազանցելի իր Մատյան ողբերգության պոեմը։ Մատյանը հայ պոեզիայի ընդհանրապես հայ գրականության գլուխ գործողն է։ Եզակի ու բացառիկ մի կոթող։ Անփոխարինելի արժեք, որը ընկած է մեր մտավոր զարգացման հիմքում։ Մեր ամբողջ միջնադարյան մատենագրությունը, տաղերգությունը հիմնված է նաև Մատյանի վրա։ Ի տարբերություն մնացած գրքերի, որոնք ասենք ուսումնասիրելու համար են ինչ-որ կենց նպատակների համար, Նարեկը գիտության գիրք է, այսինքն մեր գործնական կյանքի առաջնորդարան է եւ այն հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին ներանձնանալու, նայելու ինքը իրեն, տեսնելու իր թերությունները եւ կարելի ասել բոցավառվելու աստվածային իդեալներով, աստվածային կյանքի մեծագույն նպատակներով, տեսնելու իր անկատարությունը եւ ձգտելու իդեալի։ Այս գիրքն իմ ձայնով անձիս փոխարեն իբրև ես պիտի միշտ աղաղակի, տարածի այն,
ինչը ծածկված է եղել, ինչ որ գաղտնի էր, պիտի հրճակի, կատարածներս կականի ողբով, մոռացվածները բերի ասպարես, ինչ որ եղել է անտեսանելի ու աներևույթ, բերկացնելով դուրս անի հանդես, բարուրանքներս պիտի տարփողի, հրապարակի, ինչ որ թաղված է եղել խորքերում, մեղքերս պատմի, թաքնվածները ցուցադրի բուն կերպարանքով, սրանով պիտի խայծերնի հայտ գան, որոգայթներն ու կարթերը բացվեն, Երևան հանվեն անպատումները, չարիքների ողջ մնացորդները լիովին քանվեն։ Մատյան ողբերգության պոեմի զարգացման ընթացքը շատ բարդ է ու դժվար ընկալելի։ Դրա պատճառներից մեկն այն է, որ Նարեկացին միանգամայն տարբերվելով քնարական պոեմների մյուս հեղինակներից, բոլորովին չի օգտագործել պատմողական սյուժեի տարրեր, բայց պոեմն էապես ունի իր սկիզբն ու վախճանը, ներքին զարգացման կուռ միասնությունը և ամբողջականությունը։ Ամենապարզ ու ամենահամառոտ ձևերով պոեմի ներքին զարգացման, բանաստեղծի խոհերի, հույզերի և ապրումների ընթացքի մասին կարելի է ասել հետևյալը. Աստված Նարեկացու համար ամեն տեսակետից կատարելության իդեալն է։ Հեղինակը ձգտում է հասնել Աստծուն և իր մարդկային բնությունը կատարելապես խառնել ու միացնել նրա էության հետ։ Եվ դեռ ավելին, նա գտնում է, որ մարդը կարող է նույնիսկ Աստված լինել։ Եվ այն, ինչ ասել նահավոր է, գրում եմ այստեղ եսի հիշատակ երախտիքիդ, կարող ենք լինել մենք Աստված նույնիսկ, շնորհներով ընտիր։ Միջնադարյան պայմաններում մահկանացուի համար իրոք ահավոր էր անգամ այդպիսի պատկերացում ունենալը, մի բան, որ դուրս էր եկեղեցական դոգմաների շրջանակից, բայց Նարեկացու հումանիզմը խիզախում է մարդուն հասցնել մինչև այդ բարձրունքները։ Եվ ահա սկիզբ են առնում բանաստեղծի ողբերգական ապրումները և տարակույսները, իսկ ինքը կարող է միանալ Աստծուն, Աստված դառնալ, երբ իր մեղքերը անընդհատ աճում են ու գնալով սոսկալի չափերի են հասնում։ Մինչդեռ դրան հասնելու համար պետք է մարդու գործերի ու արմունքների, հույզերի ու զգացմունքների աշխարհը իսպառ մաքուր լինեն ամեն տեսակ ապականությունից ու բացասական գծերից։ Կատարյալ մաքրության հասնելու համար մարդ պետք է խոստովանի ու անխնադատապարտի իր գործած մեղքերը։ Նարեկացին մի անսահման հիշողությամբ իրեն է վերագրում մեղքեր ու անցանքներ, դատապարտում այն բոլոր բացասականը, ինչն նա դիտել է մարդկային կյանքում ու իրականության մեջ։ Նա գտնում է, որ մարդկային ծնունդներից գործած բոլոր հին չարիքներին ինքը նորերն է ավելացրել։ Նույնիսկ Արարչի դեմ միշտ նենգավոր է գտնվել, ըմբոստացել է նրա դեմ, աստվածամարդ մտածումներ է ունեցել ու չի վախեցել նրա սպառնալիքներից։ Եվ բանաստեղծը սոսկում է ապրում այն գիտակցումից, որ ահռելի մեղքերն իրեն քայլ առ քայլ հեռացրել են կատարելություն Աստծուց, որն այլևս անհասանելի է ու անմատչելի։ Նարեկացու Մատյանը հոգու մաքրագործման աղոթք է։ Աշխարհի բոլոր մեղքերը իր վրա վերցնելով, մարդ Արարատին հատուկ եւ հնարավոր բոլոր մեղքերը իր վրա վերցնելով, նաեւ Աստծո աչքերով նայելով մարդուն, որը գաղտնիքներ ուներ, գաղտնիքների բացահայտման ճանապարհով գնալով, ասում էր գաղտնատես Աստված, նա բացահայտում է բոլոր մեղքերը։ Եվ հրաշալի են նրա պատկերները, երկու պատկերները հատկապես, որ մեղքի ծանրությունն են ներկայացնում։ Եկում ինչ է ասում, ասում է, եթե Արարատ սարը դնես կշերտի մի նժարին, մյուսինի մեղքերը, դարձյալ իմ մեղքերն ավելի ծանր կլինեն, մարդկային մեղքերը։ Մյուսի մեջ ասում է, եթե ծովերի թանակը դառնա, ծովերի ջուրը դառնա թանակ, դաշտերը դառնան թուղթ, Լիբանանի մայրիները դառնան գրիչ, ես դարձյալ չեմ կարող սպառել մարդկային մեղքերը, որ պատել են ինձ։ Մաքրագործման, սրբացման, մարդու վեհացման, մարդու բարձրացման այն ճանապարհը, որ ընտրել էր Նարեկացին, հոգևոր ճանապարհ էր։ Ամեն մարդ իր աղոթքի մեջ այդ զգացողությունն ունի, եկեղեցին դա ունի, բայց Նարեկացին այս ամենը հավաքեց ու դարձրեց միասնական մի շունչ, ոգեղեն մի տարերկ, որը կարդացողին փոխանցվում է շատ արագ։ Ինձ թվում է, որ Նարեկացու գաղտնիքը հասանելիությունը բոլորին Նարեկացու պարզության մեջ է, աղոթքի պարզության մեջ է։ Նարեկացին փորձում է բոլորի մեղքերն իրեն վերագրել եւ հենց այդ ժամանակաշրջանի նշանավոր բյուզանդական եկեղեցու նշանավոր հայրերից մեկը ասում է, եթե ուզում ես, որ
փրկվի աշխարհը եւ դու էլ հետը փրկվես, պետք է բոլորի համար անհանգստանաս եւ բոլորի մեղքերը քեզ վրա վերցնես։ Բոլորի հոգու մեջ մտնես եւ բոլորի հետ փորձես շտկել այն ամենը, ինչ սխալ է։ Այսինքն Նարեկացին այս գծի շարունակողն է եւ հենց այս ինչպես ինքն է ասում, մեղք ամենեցուն հիս եւ ես ամենեցուն, այսինքն նշանակում է բոլորի մեղքերն իմ մեջ են եւ ես էլ նրանց մեջ։ Այսինքն սա նշանակում է, որ Նարեկացին անհանգստացած էր ոչ միայն իր ժողովրդի, հայ ժողովրդի ճակատագրով, այլ յուրաքանչյուր մարդ անհատի։ Սա է ինձ թվում է այն մեծ ֆենոմենը, արտերևույթ, ինչպես հայերեն ասում են, որ Նարեկացուն դարձնում է հասանելի բոլորին, անկախ տարիքից, անկախ սեռից, անկախ ազգությունից։ Անսահման կատարելության ձգտող Նարեկացու հոգին դառնում է համատարած ձայն, որը նրա էությունը կապում է տիեզերքի անվերջությանը ու դարձնում հավերժության մասնիկ։ Ում կընտրելով այդ ձայնը, անհնարին է չզգալ վեհության անմատչելությունն ու այն ահավոր ողբերգությունը, որ առաջանում է այդ անմատչելիությունից։ Բայց բանաստեղծի խոստովանության ձայնը ունի նաև ներքին անտեսանելի շարժում։ Ինչքան մարդը մաքրվում է մեղքերից եւ թվում է, թե ուր որը պետք է հասնի կատարելությանը, այնքան այդ կատարելությունը իր հերթին ավելի է կատարելագործվում։ Տարածությունը մարդու եւ կատարելության մեջ միշտ մնում է նույնը, բայց նրանք միասնաբար շարժվում ու ձգտում են առավելագույնին։ Մարդկության համար հավերժական այդ զգացողությունը, այդ ձգտման ուղին միշտ էլ ապրող է եւ կենդանի։ Այդ է պատճառը, որ Նարեկացու խոսքը այսօր էլ պահպանել է իր այժմեականությունն ու կարևորությունը։ Եվ դա ոչ միայն որպես նյութ, այլև անթերի բանաստեղծություն, որի գեղագիտական արժեքը դեռևս հեռու է լիարժեք գիտակցված լինելուց։ Նարեկացու ստեղծած եւ ոչ մի պատկեր չի կրկնում մյուսին։ Նրա խոսքը պատկերների անընդմեջ գյուտ է, որ բնական փայլով շողարձակելով հոսում է ջրվեժի նման։ Նարեկը նաև սոցիալական երևույթ է։ Նա այնպիսի ուրեմն հոգեբանության գործնական ձեռնարկ է նաև, որովհետև այդտեղ այնպիսի խորքեր է ներսուզվում Նարեկացու հայացքը, որ կարելի է զարմանալ։ Նարեկացու հայացքի առարկա են դարձել աշխարհի բոլոր իրողությունները, որոնք կապ ունեն մարդու հետ։ Հիմնական իրողությունները ամենաստորին կենդանիներից սկսած մինչև ուրեմն հրեշտակները, մինչև Սուրբ Երրորդությունը, այսինքն այն ոլորտը, որ հասու է մարդուն միայն խորհրդաբանությամբ, խորհրդագիտորեն։ Այսինքն ոչ մի գիտությամբ մենք չենք կարող այնտեղ ներթափանցել, բացի սրբության ճանապարհով, ուրեմն այդ խորհուրդները հասկանալուց։ Դրա բանալին ուրեմն ինքը հենց ինքը Աստված է տալիս։ Զի եթե միլիչ, ծովերը նույնիսկ թանակի փոխեմ, թե բազմաս պարես դաշտերն իրենց ողջ անսահմանությամբ դարձնեմ մագաղատ, երեգների շամբու պուրակները, անտառներն ամբողջ կտրելով միայն գրիչներ շինեմ, դարձյալ չեմ կարող բարդված իմ անթիվ անօրինության մի չնչին մասնիկն իսկ գրի առնել։ Եթե անգամ ողջ մայրի անտառները Լիբանանի, զոդելով դարձնել կշեռքի լծակ եւ մի նժարինի փրև կշռակար Արարատ լեռը դնելու լինեմ, դարձյալ չի կարող նա իր ծանրությամբ իջնելով հասնել, համազուգակցել ու հավասարվել մյուս նժարի հանցանքներիս հետ։ Մատյան ողբերգության պոեմը մի միասնական ու հզոր բռնկման արդյունք է, որը խոստովանության ձևով բխում է Նարեկացու լծված սրտից։ Խոստովանություն գործած ու չգործած մեղքերի համար, ունեցած ու չունեցած թերությունների համար։ Հոգու խորքերից դուրս հորդող միաձայն խոստովանություն, մեկ մարդու խոստովանություն, որի մեջ մարդկության բազմաձայն խոստովանության շունչը կա, եւ այդ ամենը վեհի, կատարյալի ու հավերժ մեղապարտ հոգու միջև եղած բոլոր պատնեշների խորտակումով, բայց հեռավորության պահպանմամբ, ինչը եւ ստեղծում է հավերժական ձգտման զգացողություն։
Մատյանը ամբողջովին բարձր մի հորձանք է, լեզվական, գաղափարական, մտածական, հոգևոր, մի ամբողջ կառույց, զարմանում ես, Մատյանով Նարեկացին ասես եկեղեցի է կառուցել, Մատյան եկեղեցին, Նարեկ եկեղեցին, ինքն էլ որպես մի ճգնավոր մնացել մեջը ու աղոթք է ասում, առաստված, պատուհաններից այդ աղոթքը բարձրանում է երկինք։ Այդ եկեղեցի տաճարը, Նարեկ գրքի տաճարը, նրա ստեղծած նա կարող էր այդպես քարանձավում փորել, ինչպես Գեղարդը եւ ստեղծել մի տաճար։ Կարող էր կառուցել քարը քարի վրա տնելով։ Այդ տաճարը նա ստեղծել է բառը բառի վրա տնելով, խոսքը խոսքի վրա տնելով։ Նարեկացու պոեմի փիլիսոփայական հիմքը մարդկային երկրային սկիզբը, աստվածային երկնային հավերժության մեջ տեսնելու գաղափարն է։ Նրա քնարական հերոսը մարդն է, հենց ինքը, իր միջոցով, հոգու փրկությանը հավատացող համայն մարդկությունը։ Մեղապարտ անհատի ցանկությունները բախվում են կատարյալ Աստծուն չհասնելու իրողությանը, ինչն էլ դառնում է կյանքը միմիայն այդ ցանկությամբ իմաստավորող մարդու ողբերգության պատճառը։ Իրականության եւ երազանքների հակադրությունը նրան մղում է դեպի միստիկա եւ մարդ Աստծո փիլիսոփայության։ Ոմանք ճիշտ չեն հասկանում Նարեկացուն գտնելով, որ նրա մեջ մռայլությունը, այդ մեղքերի պահը ոնց որ շատ լինի։ Օրինակ Շահանուր հեղինակը այդպես է գտնում եւ վասական արժեվորում է տալիս, իմիջիալոց սա ամենահազվադեպ դեպքերից է։ Սակայն իրականությունը այդպեսին չէ, ամենամեծագույն սուրբը, եթե ամեն պահ ինքը չզգա իրեն մեղավոր, աստորեն ինքը կարող է հպարտության մահացու մեղքով արդեն տառապել, որը գիտենք մարդու համար իհարկե ճանապարհ չէ։ Հպարտությունը ինչպես եւ մնացած 7 մահացու մեղքերը մարդ պետք է իր կյանքում ցկտի ձերբազատվել դրանցից։ Նարեկացու աշխարհը մարդու միկրոկոսմոսն է։ Նրա պոեմի սյուժետային զարգացումները, մարդու ապրումների մշտնջենական հարափոփոխությունը, սկսած ըմբոստացումից մինչև ծայրագույն խոնարհում Աստծո առջև։ Նրա հերոսը ինքնախարազանման, ինքնադատապետման ու զղջումի արարներով ձեռք է բերում այնպիսի ծավալայնություն ու կոթողայնություն, որի նմանը հայ գրականությունը դժվար թե կարողանա վերակերտել երկրորդ անգամ։ Նարեկի մեջ կան նաև գլուխներ, աղոթքներ, աղոթք բուժման։ Պատահական չէ, որ մեր ժողովուրդը այն գլխից դեռևս իր ժամանակներից երբ արդեն հայտնի դարձավ, նախ իշխանական տներում, հայտնի տներում ամոթ էր չունենալ Նարեկը, ամոթ էր չունենալը, ունեին։ Եվ հետո այս բուժումը, որ այս գրքով կատարվում է սուրբ գրքով, որովհետև Նարեկը դարձավ սուրբ գիրք եւ նմանվեց մի հայոց աստվածաշունչ եղավ, հայոց ավետարան եղավ եւ սուրբ գրքի հետ մեկտեղ այս դերը կատարեց։ Ես հիշում եմ, երբ փոքր էինք եւ մեծ մայրս Նարեկ ուներ, հին իրեն ավանդված, ինքը նույնիսկ չգիտեր էլ որ դա Նարեկ է, նրա համար, որովհետև նա կարդալ չգիտեր։ Նրա համար այդ գիրքը պարզապես մի սրբություն էր, որ սերնդեսերունդ փոխանցվել էր եւ երբ տարիներ հետո գտա այդ գիրքը, տեսա, որ 18-րդ դարում հրատարակված մի Նարեկ է, որի վրա բազմաթիվ նշումներ կային եւ այնտեղ նշվող անունները համարվում էին, որ արդեն եթե մահացած են հանգստության մեջ են, եթե կենթանի են, Նարեկի վրա գրվելով փորձանքից եւ ընդհանրապես փորձություններից ետ են պահում նրանց այդ արձանագրությունները։ Եվ պատահական չէ, որ մեր ժողովուրդն այս բարեպաշտական մոտեցումն է ցուցաբերում Նարեկի նկատմամբ, որտեվ Նարեկացին ինքն արդեն Մատյանի մեջ գրում է, որ այս Մատյան այս աղոթագիրքը թող թե հոգու եւ թե մարմնի բժշկություն լինի բոլորի համար։ Ոչ ձևաչափով, ոչ բովանդակությամբ ու ոչ էլ բանաստեղծական հնարքների կիրառումով Նարեկը հավասար երկրորդ գործը չունեցավ հայկական միջնադարյան պոեզիայում, թերևս նաև համաշխարհային գրականության մեջ։ Նարեկացու Մատյանը միակ հայկական երգն էր, որն իր վրա չի կրել ժամանակի քաղաքական, տնտեսական ու հասարակարգային ուղղակի ազդեցությունը, եւ այդ ամենն այն պատճառով, որ ինքը հեղինակը
հանճարի ուժով ձերբազատել է իր քնարական հերոսին կոնկրետ միջավայրից, ժամանակից ու էթնիկական պատկանելիությունից։ Ամենևին պատահական չէ այն փաստը, որ Նարեկուն ոչ միտեղ եւ որևիցե առիթով չի հիշատակվում հայ բառն ու բառարմատը։ Այդպես Նարեկացին գիտակցաբար քայլ է արել դեպի համամարտկային ու հավերժական խնդիրների վերլուծությունը։ Խնդիրներ, որոնք ընդհանրացնում են բոլոր մարդկանց, առանց ժամանակային, միջավայրային ու էթնիկ խտրականության։ Ինքը երբեք ուրեմն իր անձը որևէ տեղ չի շեշտել։ Իր անձի մասին ոչ մի խոսք չկա։ Նույնիսկ հայ ազգի մասին, հայոց մասին ինքը էլի չի խոսել, որտեղ իր համար ինքը այդպես որևէ մի ամբողջի մասին է խոսել, ինքը մասերի չի ասել, բայց Նարեկը վերաբերում է բոլորին է վերաբերում բոլոր ազգերին եւ առավել եւս հայոց ազգին, որտեղ գրված է ամենաանտիր հայերենով եւ ուրեմն ստեղծել է այնպիսի հազարավոր նորաբանություններ է ինքը ստեղծել, նոր իրողությունները արտահայտել է նոր բառերով, նոր հայտնությունները, որոնց ինքը ասել է, դա նաև հայտնություններ են եղել, լեզվական հայտնություն։ Այդպիսի ուրեմն բազմաշնորհություն է, որ իդեմս Նարեկացու եւ իր անմահ գրքի։ Գրիգոր Նարեկացին ասպարեզ եկավ ու իր հանճարեղ մատյանը նվիրաբերեց իր ժողովրդին հենց այն պահին, երբ հայկական հոգևորականությունը գերի դարձած իր մոլեռանդության մղձավանջներին, տարված էր ունայն բհուկա որսով, իսկ ժողովուրդը մոլորված հոտի պես թողնում էր ճշմարիտ հավատքի խորհուրդը։ Նարեկացու հանճարը մեկն էր, ու երևի որոշիչ է այն երևույթների թվում, որոնք կանխեցին հայկական կրոնական մշակույթի գահավերժանկումը միջնադարում ու լուծեցին հոգևոր կյանքում սկիզբ առաջ ճգնաժամը։ Ճգնավոր բանաստեղծը իր մատյանի եսի անունից հայ մարդուն դարձյալ դեմքով շրջեց դեպի Աստված ու հորդորեց նրան անմիջնորդ ու անկեղծ զրույցի բռնվել Բարձրյալի հետ, վստահելով նրանի զգացմունքները, հույզերն ու հույսերը։ Նարեկացին ջարդեց հավատքում գերակշռող դարձած պայմանականությունների կանոնական կարծրատիպերը եւ վրճակեց այն ճշմարտությունը, թե մարդն իզորու է Աստծուն ճանաչել ու առնչվել ոչ թե եկեղեցուական հերձվածների միջնորդությամբ, այլ սեփական եսի վերծանման միջոցով։ Սա կոչ էր ու պատգամ, ուղղված ոչ միայն հայությանը, այլև մոլորության նույն խավարում դեգերող բովանդակ աշխարհին։ Եվ հատկանշական է, որ եվրոպական վերածննդի համար հող նախապատրաստած մեծնհանճար Դանթե Ալիգերին աստվածային կատակերգության մեջ զետեղելով իր հավատի խորհուրդը, այնուհանդերձ չկարողացավ ամբողջովին ձերբազատել հավատքի իր ընկալումները, միջնադարից ժառանգած պայմանական սիմվոլներից։ Ապրելով ու ստեղծագործելով Դանթեից դեռևս 2.5, իսկ եվրոպական վերածննդի ռահվիրաններից ամբողջ 4 դար առաջ, Նարեկացին առաջինն էր, որ հայացքը առեց փակուղուց ելնելու միակ ու հավաստի ճանապարհին, մարդաճանաչությանը, մարդամեծարմանը, հումանիզմին։ Դա իրոք փրկություն էր, ելք լճացումից, կոորդինատների նոր մի համակարգի ինձայաբերում, որը թույլ էր տալիս հանրությանն ու անհատին կատարելագործվել եւ վերգտնել իր մեջ արարման մաքրագործող մղումը։ Մենք երբեմն այս կենցաղի մեջ, առօրյայի մեջ հեռանալով արժեքներից կորցնում ենք ճանապարհը դեպի մայրակունքը, դեպի սկիզբը, բայց ահա Նարեկը ուներ այդ բանը, խոսքով մարդուն բուժելու ուժը, որովհետև այդ խոսքը աստվածային խոսք էր, Աստծով էր մարմնավորված եւ ուղղված էր որոշակի հասցեներով։ Նարեկացին գիտեր ինչ էր անում, Նարեկացին շատ մեծ էր եւ հավանաբար այսպես կարճ կյանք ունեցավ, որովհետեւ իր ամբողջ կյանքը դրեց մատյանի մեջ։ Հայտնի է նաեւ բանասիրությանը, որ գիրքը մատյանը Նարեկացին ստեղծել էր կյանքի վերջին տարիներին եւ ես այդպես եմ մտածում, այդպես եմ տեսնում, նա իր ամբողջ էներգիան, ուժը, մտածողությունը, ավիշը, արյունը ներդրեց այս գործի մեջ, քամվեց, սպառվեց, մարդը դարձավ գիրք։ Լսիր ինձ Աստված,
Աստվածդ ամենայն մարմնի հոգու, ըստ դավանության տիրաշնորի, ըստ Սուրբ Հովնանի, բարեմիտ, գթած ու բազում ողորմ, շնորհ արա ինձ, որ օրհնյալ կամքիդ բարեհաճությամբ սկզնավորված Աղեր Սամաթյանն այս ողբերգության հասնի ավարտին, եւ մինչեւ այժմ, երբ ես ոտք եմ դրել այն ճանապարհին, որը տանում է դեպի պատրաստած օթևաններիդ, արցունքներով եմ խոսքս սերմանում, երբ հասնի ժամը հնձի հավաքման, թող որ կատարյալ քավությամբ դառնամ գոհ ու բերկրալից, ընտիր խրձերի երջանիկ վերքով։ Իր Փարահեղ Մատյան ողբերգության պոեմը ավարտելուց մեկ տարի անց, 1003 թվականին, Գրիգոր Նարեկացին կնքեց իր մահկանացուն, կյանքի նույնիսկ այդ վերջին արարով ապացուցելով, թե ծնվել էր ու ապրել ոչ իբրև սովորական մահկանացու, այլ աշխարհ էր եկել հստակ առաքելությամբ ու լքել այն պատվով կատարելուն պես։ Այդ առաքելությունը Նարեկի ընծայաբերումն էր, որը հայ ժողովուրդն ընկալեց ու պաշտեց, որպես Աստծո խոսք եւ ուղերձ, որպես երկրորդ Աստվածաշունչ։ Այն Նարեկն է, որ Աստվածաշունչից հետո համարվել է փոքր Աստվածաշունչ, փոքր գտակարան։ Եվ ինչքան, ասենք, տարիներ կանցնեն, հայ ազգը ինչ պատմություն ունի ամենասկզբից եւ ինչքան կշարունակվի մեր գոյությունը Աստծո կամոք, ուրեմն Նարեկացին պետք է համարվի ուրեմն բոլոր դարաշրջանների իմաստությունը, մեր հայ մշակույթի ամենազոր արժեքները յուրացրած մի անհատականություն եւ ամենակարևորը աստվածային այնպիսի շնորհների դիակալ է ինքը, որովհետեւ մենք չենք հանդիպում ոչ միայն մեր ազգի, այլև մնացյալ, ասենք, բարեկիր քաղաքակիրթ ազգերի մեծագույն դեմքերի ուրեմն պատկերահանդեսի մեջ։ Ես հիշում եմ մի անգամ նամակ ստացա հեռավոր Ալմա-Աթայից, Ղազախստան, որտեղ մարդ Գրիգոր Նարեկացին ռուսերենով կարդալով դարձի էր եկել եւ դարձել էր քրիստոնյա։ Այսինքն սա խոսում է այն մասին, որ Նարեկացին խոսում է բոլորի սրտերին, անկախ նրանից մարդը հայ է, թուրք է, վրացի է, կապ չունի։ Ինձ թվում է այսօր պետք է փնտրել, գտնել Նարեկի մեջ, հասանելի դարձնել Նարեկը ժողովրդին։ Փառք Աստծո, կան փորձեր, կան թարգմանություններ, որոնք արվում են, բայց ինձ թվում է թարգմանելուց առաջ պետք է նախ եւ առաջ հասկանալ եւ մտնել Նարեկի մեջ, ինչ է Նարեկը։ Ասում եմ, բազմաթիվ անուններ, տիտղոսներ, հազարավոր էջերով գրված գրքեր, մենագրություններ, բայց պատասխանը մեկն է, Նարեկացին աղոթող էր։ Վանա լճակի, Վանա ծովի աղոթող վանական էր։ Եվ այդպես էլ մնում է, եւ այդպես ինքն է կամեցել, որ մնա, ու ինձ թվում է Աստված իր զավակին, իր արժանի զավակին այդ ցանկությունը իրագործել է իր զավակի եւ նրան արժանի տեղն է տվել հայ մտքի եւ հայ հոգեկանության անդաստանում ընդհանրապես։ Այժմ Նարեկաբանքը ավերված է եւ գոյություն չունի։ Ոչնչացված ու կորսված է այնտեղ թաղված Սուրբ Գրիգորի գերեզմանը։ Բայց կա, ապրում է Նարեկը եւ աշխարհի տասնյակ լեզուներով բարբարում հայ անճարի իխորոց սրտի խոսքը, որը պատգամում է համայն մարդկությանը անդադրուն ձգտել կատարելության եւ կատարելության ձգտումով հավերժանալ։ Զգացի դրամատիկական տագնապ, որ հասանելի է միայն նրան, ով ցանկանում է ընդգրկել ու ըմբռնել կյանքի, ճակատագրի, տիեզերքի բոլոր գաղտնիքները։ Այն բանաստեղծը, որ հաղորդակցվում է աստղերի հետ, հողի վրա այնքան ընթերցող ունի, որքան լուսատուներ կան երկնքում։ Այդպիսին է հիմա Գրիգոր Նարեկացու ճակատագիրը։ Էդուարդաս Մեժելայտիս։